2026 թվականի մայիսի 25-ից 26-ը Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում անցկացվում է ատոմային էներգետիկային նվիրված երկրորդ միջազգային ուսանողական առաջնության Global Hackathon-ի ազգային փուլը, որն իրականացվում է Ռուսատոմ պետական կորպորացիայի աջակցությամբ։ Global Hackathon-ը ատոմային տեխնոլոգիաներին նվիրված միջազգային ուսանողական առաջնություն է, որի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը։ Մրցույթի շրջանակում ուսանողական թիմերը 24 ժամվա ընթացքում մշակում են ատոմային ոլորտի արդիական խնդիրների լուծումներ։ 2026 թվականին ազգային փուլերն անցկացվում են 15 երկրներում՝ Հայաստանից և Սերբիայից մինչև Բրազիլիա և Հարավային Աֆրիկա։ Ազգային փուլերի հաղթող թիմերն իրենց նախագծերը կներկայացնեն Եկատերինբուրգում կայանալիք երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում անցկացվող մեծ եզրափակչում։ Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ռոսատոմ պետական կորպորացիայի ներկայացուցիչ Գեորգի Խալաթյանը, Երևանում ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը և Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը։ Ռոսատոմ պետական կորպորացիայի ներկայացուցիչ Գեորգի Խալաթյանը նախ շնորհակալություն հայտնեց Պլեխանովի համալսարանի ղեկավարությանը համագործակցության հարթակ տրամադրելու և ուսանողների լայն մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար։ Իր ելույթում նա նաև ընդգծեց, որ դեռևս 2015 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կայուն զարգացման օրակարգ 2030-ի շրջանակում ձևակերպել է 17 նպատակ։ Եթե դրանք դիտարկենք առարկայական, ակնհայտ է դառնում, որ այդ նպատակների մեծ մասն իրականում անհնարին է իրականացնել առանց ատոմային տեխնոլոգիաների կիրառման և առաջին հերթին առանց ատոմային էներգետիկայի։ Երևանում ռուսական տանտնօրեն Վադիմ Ֆեֆիլովն ընդգծեց ռուսական տեխնոլոգիաների նշանակությունը համաշխարհային ատոմային ոլորտում։ Հաճախ մենք լսում ենք, որ Ռուսաստանը չի արտադրում օրինակ iPhone-ը, սակայն մարդիկ մոռանում են, որ Ռուսաստանը կառուցում է ատոմային էլեկտրակայաններ ամբողջ աշխարհով մեկ և հանդիսանում է ամենաառաջատար ու եզակի տեխնոլոգիաների հեղինակն ու կրողը։ Ռուսատոմը մեր հպարտությունն է, մեր ամեն ինչն է, ասել է նա։ Նա նաև հավելեց, որ բացի Եկատերինբուրգում կայանալիք եզրափակչին մասնակցելուց, մասնակիցներին սպասվում է կրթական ուղևորություն դեպի Արկտիկա ատոմային սառցահատով։ Բուհի տնօրեն Թամարա Վարդանյանն էլ իր ելույթում նշեց, որ Global Hackathon-ը պարզապես մրցույթ չէ, այլև միջազգային կրթական հարթակ, որը միավորում է տարբեր երկրների երիտասարդներին նորարարությունների, ինժեներական ստեղծագործության և կայուն զարգացման գաղափարների շուրջ։ Նա ընդգծեց, որ ատոմային տեխնոլոգիաները կարևոր դեր ունեն ոչ միայն էներգետիկայում, այլև բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության թվային վերափոխման մեջ։ Հանդիսավոր բացման արարողությունից հետո մեկնարկեցին ոլորտի առաջատար մասնագետների դասախոսությունները։ Ազգային հետազոտական միջուկային համալսարանի ատոմային էներգետիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների բաժանմունքի պետի տեղակալ Աննա Տերեխովան և ինտելեկտուալ կիբեռնետիկական համակարգերի բաժանմունքի պետի տեղակալ Գեորգի Նեպոմնյաշչիխը։ Մասնակիցներին ներկայացրեցին ատոմային էլեկտրակայանների և միջուկային ռեակտորների աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև ժամանակակից IT տեխնոլոգիաների դերը ատոմային ոլորտում։ Հայաստանի համար ատոմային էներգետիկայի ռազմավարական նշանակության և երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում դրա դերի մասին դասախոսությամբ հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Չինաստանի և Ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահե Դավթյանը։ Առջևում մասնակիցներին սպասվում են թիմային աշխատանքներ, գործնական առաջադրանքների մշակում և իրավիճակային խնդիրների լուծում։ Վաղը կհայտարարվի երկրորդ միջազգային ուսանողական առաջնության ազգային փուլի հաղթող թիմի կազմը, որն այս տարվա սեպտեմբերին կներկայացնի Հայաստանը Եկատերինբուրգում կայանալիք գրանդ ֆինալին։